Հավատոլմա ուտեստը Երեմյան ընկերությունների կողմից վերհանված եւ նորովի մատուցվող ուտեստներից մեկն է։ Այն այսօր հանդիսանում է Պանդոկ Երևան գետափին ռեստորանի զարդերից մեկը։ Այս ուտեստում մենք համադրում ենք մեզ արդեն հայտնի տոլման, տավարի մատները, ստանալով ավելի նուրբ, բայց եզակի համային նրբերանգություն։ Կերակրատեսակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է նախորոք արդեն մշակված տավարի մատներ, որը մենք նախապես հիմա կհամեմենք։ Համեմում ենք աղով, այնուհետև սև պղպեղով, որից հետո լավ խառնում ենք միսը և թողնում ենք որոշ ժամանակ, որպեսզի միսը համեմվի։ Տոլմայի միջուկը պատրաստելու համար մենք վերցնում ենք տավարի աղացած միս, սկսում ենք համեմելը, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, չոր կանաչի, այստեղ մենք օգտագործում ենք ցիտրոն և մի քիչ ավելացնում ենք հում բրինձ։ Հետո կտրատում ենք թարմ կանաչին, այստեղ ունենք համեմ, սամիտ և մաղադանոց։ Տոլման հայկական խոհանոցի հիմնասյուներից մեկն է, բացի այն, որ տոլման կերակրատեսակ է, այլ նաև խորհրդանիշ է համախմբվածության։ Տոլմա պատրաստելու պրոցեսը միշտ համախմբվել է ժողովրդին, թուփը հավաքելու պրոցեսը, լցոնելու պրոցեսը, փաթաթելու ավելի վաղ ժամանակներում հարգի հյուրին տոլմա են հյուրասիրում։ Միջուկը պատրաստելուց հետո, լավ խառնելուց հետո նույնպես թողնում ենք 10-ից 15 րոպե, որպեսզի հանգստանա։ Այդ ընթացքում մենք կպատրաստենք մեր թուփը, որի մեջ արդեն լցոնելու ենք տոլման։ Վերցնում ենք միջուկը և սկսում ենք իրան փաթաթել։ Տոլմա ինքը ուտեստի անվանումը առաջացել է ուրարտական տոլի բառից, որը թարգմանաբար նշանակում է խաղողի տերևի մեջ լցոնված։ Եվ շատ տարածված է այն վայրերում, որտեղ որ հողագործությունը զարգացած է, ինչը նույնպես փաստում է այն հավաքական ուժի մասին, որը որ հայկական խոհանոցը իր մեջ ընդգրկում է։ Մեր նախընտրած քանակը փաթաթելուց հետո տոլման և տավարի մատները միաժամանակ մենք դնելու ենք ջեռոցում, որպեսզի միաժամանակ սկսվեն պատրաստվել։ Մսի արգանակը և տոլմայի թփի թթվայնությունը իդեալական համադրություն են լինում իրար համար։ Եվ այսպես ունենք տոլման, որը արդեն պատրաստ է, ունենք միսը, որը արդեն համեմված է, մնում է մեզ հավաքել թավայի մեջ և ուղարկել ջեռոցը եփման պրոցեսը։ Լավ, սկսում ենք տոլմային շարելու պրոցեսից։ Դասավորելուց հետո ստանում ենք այս տեսքը։ Հիմա վերևի հատվածում դնելու ենք տավարի մատները, բանջարեղենով համեմելու ենք և շարունակենք արդեն ջեռոցում տապակելը։ Տեղադրեցինք մսերը, հիմա ավելացնելու ենք բանջարեղեն, ավելացնում ենք լոլիկ, քաղցր պղպեղ և մի քիչ էլ կծու պղպեղ։ Ստանում ենք այսպիսի գեղեցիկ տեսք։ Ավելացնում ենք սովորական ջուր, մի փոքր աղ, ջրին և ուղարկում ենք ջեռոցը պատրաստվելու 1 ժամ։ Մեր հավատոլման արդեն պատրաստ է, ավելացնում ենք մաղադանոսը, շատ քիչ մեր պղպեղի պաստայից և ահա հավատոլման, տոլմայի մեր մատուցման յուրահատուկ ձևը ևս մեկ ապացույց նրա մասին, թե որքան համեր և ներդաշնակություն կարող է ունենալ այս ուտեստը։